մի շարք եկեղեցականներ վերջին տարիներին հատկապես մատնել են, որ առնվազն իրենք ազդեցության գործակալ են։ Գիտեք, երբ որ չունենալով ոչ մանդատ, չլինելով քաղաքականության սուբյեկտ նեղ իմաստով, չլինելով քաղաքական իշխանության մաս, բայց այդ մարդիկ բացահայտ, կատաղի իրենց պատեպատ են տալիս երկիրը, այսպես ասած, ռուսական հպատակության ներքո պահելու համար եւ բացահայտ հակադրվում են պետական կուրսին, դա այլ անուն չունի, քան տվյալ երկրի ազդեցության գործակալը։ Թույլ տվեք անուններ չտամ, որովհետեւ այդպիսի հայտարարություններ շատ-շատերից ենք լսել, շատերից չասեմ, բայց լիքը մեզ հայտնի սրբազաններից եւ չսրբազաններից ենք լսել։ Հիմա այդ մարդիկ ուղղակի մատնել են։ Գիտեք, եթե Սամվել Կարապետյանը գալիս է եւ Վեհարանի բակից անում է երկու հայտարարություն, որ ես եկել եմ եկեղեցին հայ ժողովրդից պաշտպանելու, Հայաստանի ժողովրդից պաշտպանելու, եւ երկրորդը ես եկել եմ որպեսի փրկեմ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, էլի մենք գործ ունենք գուբերնիստական շարժման հետ, էլի մենք գործ ունենք պրոքսի ուժի հետ,